Ինչպես կասեին իմ բծախնդիր հետևորդներից մի քանիսը պատրաստելու ենք խոզի ճարպ, բայց ես էլ կասեմ պատրաստում ենք խոզի սալ։ Դրա համար մեզ հարկավոր է վերցնել խոզի սալերը, պատրաքաղով մի քանի անգամ ծակծկել ու մի լավ սխտորապատել, որպեսզի այդ սխտորի անուշ բույրը միջև վերջ ներթափանցի։ Վերցնում ենք խոշորաղը ու մի լավ աղապատում բոլոր կողմերը անում ենք եւ դնում ենք յուղաթղթի մեջ ու փաթաթում դնում սարդարանը։ Մոտ 1 շաբաթ անց հանում ենք եւ շատ կարեւոր բան պետք է հիմա այդ մեր արած սխտորն ու աղը դանակի օգնությամբ քերենք, որպեսզի մեր սալի կտորները ամբողջովին մաքուր լինեն։ Չենք լվանում, ուղղակի քերում ենք կամ ցանկության դեպքում վերջում անձեռոցիկով կարող եք մի փոքր մաքրել, բայց հավատացնում եմ ուղղակի դանակի օգնությամբ էլ հենց շատ լավ էլ ստացվում է։ Քերելուց հետո մենք այն պետք է համեմենք, այս անգամ համեմելու եմ ուղղակի սովորական կարմիր պղպեղով։ Իսկ իմ YouTube-յան ալիքում կա տարբերակներ, ինչպես կարող եք մի քանի տարբեր եղանակներով պատրաստել։ Այն կտորը, որը չեմ օգտագործելու, դեռ պետք է մնա, կրկին գնում է սառցե խցիկը, իսկ այս սալը պատրաստ է օգտագործման համար, անչափ համեղ եւ անուշաբույր։ Փորձեք ինքներդ, իսկ դուք կարող եք գրել ձեր պատրաստման եղանակը, կիսվել ձեր տարբերակներով։ Իսկ եթե հավանեցիք հոլովակը չեք մոռանում մեկնաբանություններ թողնել եւ բաժանորդագրվել։